մենք հայերս ցավոք 20-25 տարին մենք մեր մեջ ուժ չկդանք, չհամախմբվեցինք այդ վեհ գաղափարի շուրջ, կարևորագույն գաղափարի շուրջ, որը մեր լինելիության, մեր գոյատևման վահանն էր լինելու, դա ազգային պետության ստեղծումն էր, ցավոք այդ գաղափարի շուրջ չունեցանք քաղաքական մակարդակը համախմբվելու եւ հայրենիքում եւ սպիրկում։ Հուսով եմ, որ այս գդարված ողբերգությունից հետո որոշ թրական զարգացումներ կլինի համախմբման իմաստով։ Այս խոսքը վերաբերում է մեր ազգի, այսինքն մեր ժողովրդի քաղաքական գիտակից շերտի համախմբման մասին է խոսքը, որը ինքը ժամանակը թելադրում է արդեն։ Մնում է մեզ մի քիչ, ասենք, եթե նախկինում մսխել ենք ժամանակը, այս դեպքում ժամանակը լիարժեք օգտագործենք, ոչ մի վարգյան չկորցնենք առաջիկա ժամանակներում եւ այդ համախմբումը լինի, այդ հիմքը թրվի այդ ամեն ինչին, որովհետեւ եթե այսպես շարունակվի, տեսնում ենք օրինակ, բայց ես հույս ունեմ, որ այս հարվածները, այս նոր ցեղասպանությունը մեզ պիտի ստապեցնի, շատեր այն կարծիքին են, որ չէ, վերջ ամեն ինչ գորած է, մեր ժողովրդի վեճը չի, այդպես չի, ես համաձայն չեմ, նաև եթե արդյունքի հասնելու մեր նպատակի, ասենք, արժանապատվական նպատակ եթե եղել ազգային պետության ձևավորումը եւ մեզ դա առայժմ չի հաջողվել, այդ հանգամանքը պիտի չի պատճառ դառնա, որ ասելով որ չենք կարողանալու, վերջ չկարողացանք այս տարին, անցյալ տարի չկարողացանք, նախորդ տարիներին չկարող, ուրեմն չենք կարողանում, այդպես չի։ Կամ եթե այսօր մեզ չի հաջողվում տասնյակ հազարավոր հայ մարդկանց մեր գոչով, մեր օրագարկով հրաբարակներ լցնել, դա չի նշանակում, որ գորած ենք, այդպես չի, պիտի լուծումը գտնվի, եթե մեզ չի հաջողվում այս ուղղությամբ, պիտի այլ ուղղությամբ գնանք, բայց կարևորը մենք պիտի լինենք, որ որևէ քայլ կատարենք, այստեղ թրականը ես գնահատում եմ այս 15-20 տարիների մեր պայքարի, այն է, որ մենք կանք եւ գանք այնպիսի օրերին, այսօր աշխարհակահական զարգացումները արդեն բոլորն են հետևում աշխարհով մեկ եւ բոլորը հասկանում են, որ նոր սահմաններ, նոր գծեր են սահմանվելու աշխարհով մեկ, նաեւ մեր տարածաշրջանում։ Եվ նույն այդ զազրախոսները, թատարախոսները թե այսօր ասես, որ առաջիկա մոտակա տարիներին հնարավորություն կարող է ստեղծվել ոչ միայն, ասենք, Արցախն ու Նախիջևանը վերականգնելու հայության համար այդպիսի հնարավորություն կարող է ստեղծել, այլ նույնիսկ թեպի Սև ծով ելք հնարավորություն կարող է ստեղծվել։ Այսօր մենք այս մասին խոսել ենք տարիներ առաջ, սակայն այսօրվա անցուդարձերը, որ ասենք մենք մեր մտքով մեջն ենք այդ ամեն ինչին, փորձում ենք հնարավորինս մոտիկից հետևել, ես տեսնում եմ, մենք տեսնում ենք, որ այդ հնարավորությունը կա։ Բարձ է, որ այս միտքը, եթե այդ զազրախոսներին հայտնենք, նրանք պիտի նորից չարախնդան։ Ուստի, ինչպես ասեցի, պիտի չի լսել այդ թատարգախոսությունները եւ համառորեն շարունակել մնալ, ես ինչու եմ ասում, որ մեր մնալը ինքնին ցերկերում է, որովհետեւ առաջիկա ժամանակներում փոփոխությունները ժամանակը գալու է եւ եթե մեր երկրում չի լինի մի ուժ, որը ազգային շահերից ելնելով հզոր Հայաստանի հետ կապված ժամանակի թելատրանքի եւ դրամապանության շրջանակներում առաջարկություն չանի, մեր փոխարեն դա օդարը չի անել։ Բայց եթե բևերը գա, այդ առաջարկը լինելու է եւ ամենաբարձր մագարտակներով եւ այսպես ասած ընկալելի դարբերակներով ըստ այն որ մեզ դա հաջողվել է, բայց կարևորը մինչ այդ բահը մենք ոչ միայն դիմանանք, այլ շատ ավելի ուժեղանանք, անընդհատ եւ ոգեղենությունը մեր չկորցնենք եւ մեր հույսը չկորցնենք եւ մեր բանականությունը նոր ժամանակների համահունչ լինի եւ այլն։